խոնարհվենք Տիրոջ ձայնին, նրա խոսքին։ Ամեն։ Որքան կարևոր է, այսօր շատ գեղեցիկ խոսք ունեմ պատգամ փոխանցելու եւ հետաքրքիր է, Տերը ուզում է մենք սրա մեջ կառուցվենք։ Մենք չնայենք մեր մեղքերն ու տկարությունները, որովհետև այսօր հավատացյալները ավելի շատ ընկնում են մեկ պատճառով, որովհետև մենք ավելի կենտրոնացած ենք մեր մեղքերի վրա, մեր տկարությունների վրա, քան թե իրականի վրա։ Մենք Աստված ուզում է մեր աչքերը շեղենք մեր տկարություններից, որտեղ ինչքան նայենք, այնքան ընկնելու ենք։ Ձեզ չթվա մենք կարող ենք այդ օրենքը պահենք։ Ձեզ չթվա որ մենք կարող ենք կատարյալ մարդ լինենք։ Կատարյալ մարդը դա Հիսուս Աստված էր։ Հիմա ուշադիր նայեք, եկեք այսօր սովորենք մեր աչքերը մեր տկարություններից շեղենք դեպի սերը։ Որքան կարևոր է, որ եկեղեցին հասկանա Աստծո անփոփոխ բնույթը, որը սերը, կատարյալ սերը, են քո կյանքում, կյանքիդ ընթացքում, եթե ճաշակել ես սեր, ու քեզ թվում է դա էր սերը, սխալվում ես, իրական ճշմարիտ սերը դա Աստված է, եթե դու դեռ Աստծո սերը չես ճաշակել, դու դեռ չգիտես սերը ինչ է, երբ որ դու դեմ առ դեմ հանդիպես Տիրոջ հետ ու ճաշակես Աստծո սերը, բնավ քեզ մնացած այն բոլոր կեղծ սերերը էլ այլևս չեն կարող խաբել, որովհետև դու գիտես իրական սերը որն է։ Եվ հետաքրքիր է, Հիսուս իր եկեղեցու համար մեզ այնքան է սիրում, այդ անսահման սիրով, իր տղամարդկանց այս խորհուրդը տվեց, ասեց, այս սերը, որ ես ցույց տվի եկեղեցուս, այսինքն իմ հարսին, այդ նույն սիրով սիրեք ձեր կանանց։ Սա անշահախնդիր սեր է, սա քոնը զիջել է, սա քոնը ուրանալ է, սա քոնը զոհել է հանուն քո սիրած աղջկա քո կնոջ։ Այտենց Հիսուս սիրում է այսօր եկեղեցին։ Եվ հետաքրքիր այդ օրինակը ես չեմ տվել, որ հանկարծ տղամարդիկն ես ծուռումուռ ինձ նայեք, այս օրինակը Տերն է տվել։ Տերն է տվել, որ սիրեք տղամարդիկ ձեր կանանց այնպես, ինչպես ես սիրում եմ իմ եկեղեցին։ Ինքը կյանքը տվեց իր եկեղեցու համար, ինքը խայտառակվեց իր եկեղեցու համար, որ մեզ ունենա։ Երբեք չփորձեց արդարանա։ Այսօր այդ նույն սերը Աստված ուզում է տենա տղամարդկանց մեջ իրենց կանանց նկատմամբ։ Բայց այսօր այդտեղ չեմ գնալու, կանայք մի քիչ շատ ոգևորվեցին, եկեք խոսանք իրական սերը որն է, ամեն։ Ուրեմն որքան կարևոր է, որ մենք իսկապես հասկանանք Աստծո անփոփոխ բնույթը, որը իրականում սերն է։ Այդ սերն է, Աստծո ժողովուրդ, որ մեր մեջ կառուցում է կայունություն, հաստատություն, խաղաղություն, մեր մեջ կառուցում է ազատություն, այդ ինչ ազատության մասին է խոսքը, պարապ լինելու, ոչ, այս ազատությունը ինչի մասին Աստված խոսում է, սա ազատ ենք մենք աշխարհի ստություններից, այն առաջարկները, որ սատանան ճոխացած գեղեցիկ կերպարներով բերում ու առաջարկում է, մենք ազատ ենք, այլևս չենք տրվում, այլևս չենք ցանկանում, այլևս չենք գայթակվում։ Աստծո սերն է, երբ որ մենք ճաշակենք այդ սերը, մեզի այդ ամենի մեջ հաստատուն է անում։ Աստծո սերն է, Աստծո ժողովուրդ ջան, որ բերում է մեր մեջ պարզություն։ Ես վստահ գիտեմ, ոմանք ստեղ նստած Աստծո խոսքը խոսում են, բայց ձեր կասկածում են, Հիսուս արդյոք Աստծո որդի է, արդյոք կա երկինք ասածս Աստծո թագավորություն, նրա ներկայություն, արդյոք սատանան իրական, դեռ կասկածում են այս ամեն ինչին, լսեք, երբ որ դու ճաշակես Աստծո սերը դեմ առ դեմ, խոստանում եմ քեզ, քո մեջ կգա մի հատ պարզություն, clarity, որ դու այլևս երբեք չես կասկածի ով անա եւ չես կասկածի նրա խոսքերի վրա, որ նա ասեց այո դժողքը իրական է, այո երբ որ եթե դու չապաշխարես չզղջաս ու վերստին չծամվես այդ սիրուց, որը Սուրբ Հոգին է այդ մենականում, դու չես կարող երկինքը ժառանգել։ Մենք պետք է ծամվենք այդ սիրուց, որը մեր Աստված է, որը Սուրբ Հոգի Աստված է։ Մենք պիտի լինենք սիրո որդիներ։ Ձեր տեղը լինեիք ասեի ամեն։ Աստծո ժողովուրդ, այս
աստվածային ագապե սերն է, որ մեզ կտա նպատակասլաց կյանք ապրելու եւ խորը արմատ գցելու Աստծո սիրո այն հավերժության, այն լայնության ու խորության մեջ, որպիսի ինչ, որպիսի հաստատվենք ու պտուղ տանք, որովհետեւ մի ձևը, որ մեզ աշխարհը կճանաչի, մի հատ ձև կա։ Խաչը վզիտ կախի, խաչ հանի, Աստծո խոսք խոսի, քարոզի, մարգարեացի, ինչ ասեմ, ով ուզում է սեղի ու ինչ ուզում ես արա։ Մի հատ բան կա, որը աշխարհը մեզ կճանաչի, որ մենք Աստծուն ենք սեր։ Որովհետև այն Աստված, որին մենք պաշտում ենք, որը միակ Աստվածն է, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, մեր Քրիստոս Տերը, Որդին, Մեսիան, որ ծնվեց, եկավ եւ մեր համար մահացավ եւ խաչի վրա մեր մեղքերը գամեց, միայն այդ սերն է, որ մեզ կարող է ճանաչեցնել տա աշխարհին, թե ով ենք մենք։ Ամեն։ Հիսուս Քրիստոսի գլխավոր պատվիրանը ուղված աշակերտներին եւ այսօր էլ մեզ, ինձ ու քեզ, մեզ բոլորիս ինքը գլխավոր մի հատ պատվիրան, որ տվեց, ասեց սիրեք։ Սիրեք, միայն սիրեք։ Աստծո ժողովուրդ, այդ իսկ պատճառով կուզեմ մի պահ բոլորդ շուռ գաք ու ձեր կողքինին ասեք սիրում եմ քեզ։ Նայեք կողքինիդ ու ասեք սիրում եմ քեզ ու այն ինչ որ ասում եք սրտանց ասեք, գիտեք ինչու, որովհետև այսօր ձեր ասած բառը վաղը գործ է դառնալու։ Գիտեք, հաճելի է լսել, որ դու սիրված ես։ Ով կա ստեղ մարդ, որ չի ուզում սիրված լինի, ընդամենը պիտի խենթնես։ Բոլորը ուզում են սիրված լինեն, հաճելի է լսել սիրում ենք քեզ եւ գեղեցիկ է մեր զգացմունքները մի տեսակ փայփայվում է, հա, բայց այդ որ մենք բարձրաձայնում ենք սիրում ենք քեզ, Տեր ուզում է սիրում ենք քեզ բառը դառնա գործ, որպեսզի մեր հայրը, որ երկնքում է, փառավորվի։ Օրինականներից մեկը ասում եկավ Հիսուսի մոտ ու այս հարցումը տվեց նրան փորձելու համար, ուշադիր լսեք, եկել է Հիսուսին փորձելու, նրա շարժառիթը, նրա մոտեցումը, նրա այն քայլը, որ անում է Հիսուսին մոտենալու ուղիղ չի, ծուռա, ծռված է։ Ուզում է Հիսուսին ծուղակ գտնի նրան եւ լսեք ինչ անում, հարց է տալի նրան։ Ասում է վարդապետ, ինչ անեմ, որ հավերժական կյանքը ժառանգեմ։ Եվ Հիսուսը նրան պատասխանում է հարցումով։ Գիտեք Հիսուսին, որ պահն եմ շատ սիրում, միշտ ինքը հարցին հարցով է պատասխանում։ Ինքը չի թողում քո հարցը իրան ծուղակ լինի։ Քո հարցի վրա ինքը քեզ հետ հարց է տալի։ Այսի խոսում են բոլոր նրանք, ովքեր Աստծուն փորձում են։ Եվ նրա հարցումին հարցումով պատասխանեց, ասելով սա. օրենքում ինչ է գրված։ Այսինքն, այն ինչ ընթերցում ես, ինչ ես հասկանում դու քո ընթերցածից։ Եվ այստեղ նա պատասխանում է ուղիղ, դիպուկ պատասխանում է ըստ Աստծո խոսքի։ Ասում է գրված է, որ Աստծուն, Տեր Աստծուն սիրենք ամբողջ մեր հոգով, մտքով, սրտով, զորությունով։ Եվ գիտեք, այստեղ չի սահմանափակում։ Շարունակությունն է ասում։ Ասում է եւ այնտեղ երկրորդ պատվիրան կա, որտեղ ասում է սիրի քո մերձավորին էլ քո անձի պես։ Երբ որ նա լսում է սա, երբ որ նա ասում է այս խոսքերը, Հիսուսը շուռ է գալիս եւ նրան իր պատասխանը տալիս, ասում է դե հիմա դա արա եւ կապրես։ Այսինքն դու ուզում ես իմանաս ոնց երկինք հելնես, ես քեզ տալիս եմ պատասխանը, սիրի Աստծուն, սիրի քո կողքի ընկերներին, մարդկանց եւ դու երկինքը կժառանգես։ Բայց որովհետև նա ծուռ շարժառիթով էր իր հարցումը ուղված, դարձյալ ինքը փորձեց իր անձը արդարացնել։ Եվ ուրիշ մի հարց է բարձրացնում այս անգամ Հիսուսին։ Ասում է Հիսուս, իսկ ով է այդ մերձավորը։ Հիսուսը ստեղ մի առակ է պատմում, որ կուզեմ այս առակը պատմեմ եւ կխնդրեմ յուրաքանչյուրը քաղեք այն, ինչ Սուրբ Հոգին իմ այս առակով նաեւ կխոսի իմ ու քո հետ, լավ։ Հիսուսը պատմում է մի առակ, ասում է մի մարդ կար, Երուսաղեմից Երիքով էր իջնում, ասում է, եւ ճանապարհին ավազակների հանդիպեց, եւ ավազակները ասում է նրան ծեծեցին, մերկացրին, ասում է ամբողջ խոցերով ու վերքերով
պատկերացեք ինչ ձև են ծեծել, կիսամեռ ասма գցեցին այնտեղ ճանապարհին ու փախան, գնացին։ Հանկարծ այդ նույն ճանապարհով պատահմամբ մի քահանա էր անցնում։ Եկեք ստե մի պահ հարցում տամ ձեզ, ով է քահանան։ Աստծո մարդ։ Աստծո մարդ, ով Աստծո խոսքը գիտի, ով պատվիրանները գիտի, ով Աստծուն ծառայում է։ Կխնդրեմ, որ մի պահ ձեր պատկերացումը սեն զարգացնեք ու պատկերացնեք ինչ տեսարանա, լավ։ Քահանան անցնում է այդ նույն ճանապարհով եւ անցնելիս շուռ է գալիս եւ տեսնում է մեկը այնտեղ ընկած։ Արուն լվա, վերքերի մեջ, կիսամեռ, մահանալու վրա։ Գիտեք ինչ է անում։ Շրջվում է եւ շարունակում է իր ճանապարհը։ Եվ այդ նույն ճանապարհով անցնում է Ղևտացի։ Իսկ ով է Ղևտացին։ Մենք բոլորս գիտենք, որ Ղևիի ցեղից էին նրանք, հավատքի ուխտավոր մարդիկ էին նրանք, այսինքն սրանք էլ էին Աստծուն ծառայող մարդիկ, սրանք է հասարակ սովորական մարդիկ չէին։ Եվ այստեղ տեսնում ենք, որ նա է անցնում, քահանայից հետո նա է անցնում, անցնելիս տեսնում է, որ այնտեղ մեկը ընկած, արուն լվա, վերքերի մեջ, կիսամեռ, գիտեք ինչ է անում նա էլ է շարունակում իր ճանապարհը, արհամարում ու անցնում է։ Գիտեք Աստծո խոսքը մեզ ինչ է նմանացնում, ինչ է ասում մեր համար։ Առաջի Պետրոս 2:5 համարում նայեք ինչ ասում, ասում է, իսկ դուք կենդանի քարերի պես կառուցվում եք որպես հոգևոր տաճար, սուրբ քահանայության համար, ով ենք մենք, սուրբ քահանաներ ենք Աստծո աչքին, մենք յուրաքանչյուրս, այսինքն մենք էլ ենք կանչված այդ քահանայության մեջ, եւ շարունակում ասում է, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն բարեհաճո հոգևոր զոհեր մատուցենք։ Մենք էլ ենք կանչված քահանաներ։ Այսինքն ինչ պատմություն, որ ես հիմա պատմում եմ ձեզ չթվա սա վերաբերում է քահանային, հովիվին, առաքյալներին, հա, ոչ, սա վերաբերում է յուրաքանչյուրիս։ Շատերը ցավոք սրտի այս քահանայես Ղևտացու նման, գիտեք ինչ են անում, այսօր երբ որ տեսնում են մեկը ընկած, ամենավատ վիճակում է, անպայման չի ծեծկերածնի, ժողովուրդ, ես խոսում եմ կլինի ֆիզիկապես, կլինի հոգեպես, կլինի ֆինանսապես, որևէ ձևով ընկած վիճակում է կողքինդ ու դու նրա կողքով անցնես անտարբեր, երբ որ կարաս ձեռ մեկնես ու բարձրացնես, անցած շաբաթվա քարոզը կարծես շարունակություն է լինի սա։ Ոչ, մենք պարտավոր ենք սերը ցույց տանք մեր գործով։ Ես քեզ թող 1000 անգամ ասեմ սիրում եմ քեզ, բայց եթե ես քո կողքին չեմ քո ընկած կամ քո կարիքի մեջ, ինչ սիրո մասին է խոսքը։ Այդ սերը Աստծո սերը չի, այդ սերը ընդհանրապես կեղծավորություն է, որից Հիսուս ասեց փախեք։ Որովհետև կեղծավորությունը վտանգավոր մի բան է, որը որ թույլ տվեք ասեմ, սենց վարակիչ հիվանդության նման տարածված է մարդկանց մեջ։ Սաղ իրար I love you փաթաթում են սիրում են 2 րոպե հետո սաղ իրար թշնամի են, բայց Աստված դա չի պահանջում ինձանից ու քեզանից, Աստված ուզում է մենք իսկապես իմանանք որն է այդ սերը եւ այդ սիրո մեջ քայլենք, որովհետեւ այդ սերն է որ հաղթում է մեղքերի, ծածկում է մեղքերի շատությունը, այդ սերը խայտարակել չգիտի, շարունակեմ առակը չի ավարտել։ Եվ այդ տեղով, ասում է նույն տեղով հանկարծ անցնում է մի սամարացի մարդ։ Ով էր սամարացին, երրորդ մարդն անցնում այդ նույն տեղով, որտեղ այդ մարդուն ծեծե ջարդե գցել են։ Ով էր սամարացի մարդը անհավատ։ Աստված չունի։ Ոչ պաշտամունք անում, ոչ Աստծուն ծառայում, անհավատ մարդ։ Գիտեք ինչ անում։ Ասում է, երբ որ անցնելիս տեսնում է այս ընկածին այտենց արուն լվա վիճակում, ասում է գթում է նրա սիրտը, այսինքն գթած նրա սիրտը եւ ինչ անում, վազում է։ Սկսում է ասում է յուղով եւ գինով նրա վերքերը լվանալ, մաքրել ու կապել։ Առնում է իր հետ տանում է, իջացնում է Իջևան, մեկի տունը, որտեղ ինքը վճարում է 2 դինար, որը որ այսօրվա մեծ փողն է։ Պատկերացեք հիմա ուղակի մի պահ մեկին առնեք տանեք հիվանդանոց,
ոչ մի insurance, medical, ոչ բան չունենա, ինչ պետք է անեք, պետք է ջեբից վճարեք, պատկերացեք այս մարդը վճարում է, եւ գիտեք ինչ է ասում, մույս օրը արթնանում է, եւ այդ տան տիրոջ հետ Իջևանի իրան ասում է, որ այս մարդու համար հոգ տար, թող այսիքը ոտքի կանգնի, կատարյալ բժշկվի, երբ որ ես վերադառնամ, մնացած ծախսն է ես կտամ, մենակ ինքը թող բժշկվի, սա խոսում ենք անհավատ մարդ, սա խոսում ենք մեկը, որ Աստծուն չի ճանաչում, ու այսքան բարի է, իսկ այսօրվա հավատացյալները Աստծու խոսքը գիտեն, լավ քարոզում են, լավ մեջբերումներ են անում Աստծու խոսքից, բայց ձեր գործերը ինչ են ապացուցում։ Արդյոք ձեր մեջ կա այն սերը, որ կարաք լինեք մարդկանց կողքին։ Մի անգամ ինձ մեկը արտահայտություն արեց, ասեց գոնե դաս սովորեք, հերիքա մարդկանց օգնեք, տենում եք, գալիս են, օգնում եք, հետո դավաճանում ենք, ասեցի, ինձ չի հետաքրքրում իրանց վերաբերմունքը իմ հանդեպ, ինձ հետաքրքրում է ես ոնց եմ իրա հանդեպ, որովհետև վերջում ինչ ալնելու, երբ որ կանգնեմ Աստծո առաջ, ես չեմ կարող Աստծուն ասել, Տեր, ես բարի արեցի, ինքը ինչ չարարեց, Տերը պետք է ասի, չի հետաքրքրում ինքը ինչ արեց, դու իմ խոսքը պահեցիր, որովհետև մենք Աստծո առաջ կանգնելու ենք մեր արածի համար պատասխան տանք, իսկ նա, որ չի գնահատե կամ դավաճանելա, նա իր տեղն է պատասխան տալու։ Մի քիչ իջացեք, էլի շատ բարձր է։ Նա իր տեղն է պատասխան տալու։ Մենք ոնց ենք վարվում մարդկանց հետ, դա է կարևորը այսօր։ Ամեն։ Հիսուսը հարց տվեց այս մարդուն։ Այս պատմությունը, այս առակը պատմելուց հետո, ասեց քո կարծիքով, այս 3 մարդկանց մեջից, ասաց, որն էր մերձավորը, որ ասում է ավազակների ձեռը ընկած մարդու կողքին եղավ, եւ նա պատասխանեց, իհարկե ասեց, նա ով ողորմեց այդ մարդուն։ Հիսուսը նրան դարձյալ նույն պատասխանը տվեց, ինչ որ այսօր մեզ է տալիս, ասաց, գնա, դու էլ նույնը արա։ Աստծո ժողովուրդ ջան, սերը խոսք չի, սերը գործ է։ Իսկ եթե մենք ուզում ենք մեկին ցույց տանք իրեն սիրում ենք, մենք պետք է գործով ապացուցենք դա։ Մենք պետք է գործով ցույց տանք, որքան կարևոր են մարդիկ մեր համար։ Ամեն։ Աստծո ժողովուրդը եկեղեցին կանչված է մեկ առաքելության մեջ։ Եթե ոչ մի բան կյանքում եկեղեցի այցելելով չսովորեցի, գոնե մեկ բան եկեք սովորենք, որտեղ այս մեկ բանը ամբողջ օրենքը կատարում է՝ սիրել։ Սիրել։ Իսկ Աստծուն ոնց ենք մենք սիրում։ Հիսուս պարզ պատասխանը տվեց, էլի նույնը։ Ասաց ինձ սիրում եք, գրված է, կարող եք ընթերցել։ Հովհաննես 14:23 համարը։ Եթե ինձ սիրում եք, ուրեմն ասեց իմ պատվիրանները պահեք, իմ խոսքը հարգեք, պահեք։ Ես ոնց կարող եմ իմ ամուսնուն ասեմ, քեզ սիրում եմ, բայց իր խոսքը անարգեմ։ Ոնց կարա ինքը ինձ ասի, ես քեզ սիրում եմ, բայց իմ հետևում այլ բան։ Հասկանում եք, սերը պիտի գործնի։ Ամեն։ Եվ այստեղ նայեք ինչ է, այստեղ Հիսուս նայեք ինչ արեց։ Հիշում եք, երբ որ հարություն առավ եւ ծովի եզրին, երբ որ Հիսուսը հանդիպեց Պետրոսին եւ մնացած աշակերտներին, այնտեղ Հիսուսը իջել էր, խորոված էր անում։ Այո, խորոված էր անում։ Եվ մեկ է տղերքը եկան։ Պետրոսը եկավ, սաղ նստեցին իր կողքը։ Գիտեք ինչ արեց։ 3 անգամ նույն հարցը տվեց Պետրոսին։ Ինչ։ Պետրոս, ինձ սիրում ես։ Եվ Պետրոսը նրան պատասխանում է, անշուշտ Տեր սիրում եմ։ Երկրորդ անգամ, Պետրոս, ինձ սիրում ես։ Եվ էլի, այո Տեր, դու գիտես սիրում եմ։ Երրորդ անգամ, Պետրոս, ինձ սիրում ես, եւ այդտեղ Պետրոսը փլվեց, որտեվ 3 անգամ ուրացել էր։ Այդ 3 ուրանալը խոսում էր չսիրելու մասին, բայց այս անգամ 3 սիրելով հաստատեց նրա առաքելությունը, որի վրա շինեց եկեղեցին։ Աստծո ժողովուրդ, նայեք Պետրոսին ինչ ասաց։ Ասաց սիրում ես ինձ։ Ուրեմն իմ խոսքը պահիր։ Ինչ էր Տիրոջ խոսքը։ Գնա իմ գառներին արածացրու։ Այսօրվա քարոզի վերնագիրն ինձ Սուրբ Հոգին սրտումս դրեց, մենակ այս ձայնն էի լսում։ Անկեղծ ասած, հենց Կիրակի օրն էր, անցած Կիրակի օրը, որ քարոզը ավարտել էի, գնում էի եւ լսում եմ այդ բառը սիրեք, սիրեք, սիրեք։ Եվ հենց քարոզի վերնագիրը այդպես էլ վերնագրեցի, սիրեք։
Ստեղ գրվում է Հովանես 15:12 համարում Հիսուս էս խոսքերն է ասում. Սա է իմ պատվիրանը, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Հիշեք։ Չկա մի խոսք, խրատ, պատվիրան, որ Հիսուս մեզ տվեց, որ ինքը մարմնավոր այդ մարմնի կյանքի մեջ չապրեց դա։ Ինչ մեզ խրատել է ինքը ապրել է դա։ Կհիշեք վերջի օրը այն ընթրիքի ժամանակ ինչ արեց։ Իջավ ոտքերը լված այդ աշակերտների։ Եվ էսի մենք այդ սովորական բան ենք նայում, դե հիմա սաղս արդեն մաքուր ենք, հա։ Եթե մեկի ոտերը լվա, այտենց ահա որ սարսափ, բայց այն ժամանակ հələ պատկերացեք նորմալ կոշիկ չեն հագել։ Ու այդ կարգավիճակի մեջ Հիսուսը իջավ ու լված ոտքերը աշակերտների։ Եվ այնտեղ երբ որ արգելում էին, չէին ուզում լվանային կամ ինչ ասեց, ասաց թույլ տուր, որ անեմ սա, որովհետև այս ինչ որ ես հիմա այսօր անում եմ, ձեզ օրինակ եմ թողում, որ դուք նույնը անեք միմյանց նկատմամբ։ Եկեղեցին, որքան է մենք շատանանք եւ շատանում ենք Աստծո ժողովուրդ, հեսա շուտով թազաշենք ենք գնում։ Շատանում ենք, աճում ենք, զորանում ենք, բայց մի բան կա, որ այդ մի բանը պիտի հաստատուն լինի մեր մեջ։ Դա եկեղեցու առաքելությունն է սիրել։ Այստեղ հարցում է ծագում։ Իսկ այն մարդիկ, որ մեզ շարունակաբար ցավացնում են, այն մարդիկ, որ սուտ մեղադրանքներ են մեր մասին ներկայացնում, մեր մասին չարախոսում են, ուզում են փչացնեն մեր կյանքը կամ ինչ որ մի վնաս տան, իսկ դրանց ոնց վարվենք, Տեր, սիրեք։ Սիրեք։ Գիտեք, խաչի վրա Հիսուսը երբ որ գանված էր ու արունակամ էր լինում, ամենամեծ քարոզը ինձ համար Հիսուսի խաչի վրի քարոզն էր։ Ինքը լեռան քարոզա տվե, որ հիանալի է, բոլոր խոսքերի իմ համար կարևոր է, բայց ամենամեծ, ամենահզոր քարոզը, որ ես բռնել եմ ու այդ իմ կյանքի իմաստն է դարել, դա խաչի վրի քարոզն էր։ Մեկը, որ իմ համար խաչվեց արունակամ եղավ, մեկը, որ գիտեր ես վաղնել եմ մեղք գործելու, մույսօրն էլ, ես դեռ շատ տկարություններ ունեմ, դեռ ես շատ մեղքեր պիտի, բայց ասեց սիրում եմ քեզ և քո մեղքերի գինը վճարում եմ, դրանից առավել օրինակ որն է, եթե Հիսուսը կարա սիրի իրա թշնամիներին, որ մենք արժան չենք, մենք ով ենք, որ չսիրենք մեր թշնամիներին, ամեն, իրականում սերը սիրտիկ չի, այդ որ դնում ենք սաղս, իհարկե ես էլ եմ, բոլորս անում ենք, էդի չի, ավելի շատ կարող ենք նմանեցնել ինչի, խաչի, որովհետև մենք նայում ենք խաչին, վերևից ներքև, ինչ է ցույց տալիս, որ Աստված սիրեց մեզ, մենք սիրենք իրեն, և այս կողմը, որ գնում է հորիզոնականը, դա ցույց է տալի մարդ հարաբերություն, սիրեք ինձ ու սիրեք միմյանց, Հիսուս դա արեց, մեր Ալեքը այսօր շատ ոգևորված է, Աստծուն սիրելը Աստծո ժողովուրդ չպետք է լինի, ինչպես ասացի կիրակնօրյա ծես, չպետք է լինի մտավոր համաձայնագիր, այն պետք է լինի կյանք, նվիրվածություն, այն պետք է լինի համապարփակ կենսակերպ, այսինքն Աստծուն սիրողը առաջնահերթություն պետք է տա իր նպատակները, իր ցանկությունները, իր կապվածությունները ում հետ է, խորագույն ցանկությունները իր կյանքի պիտի կապի ուղիղ Աստծո կամքի հետ։ Այն ժամանակ Տերը կիմանա, որ մենք իրոք սիրում ենք իրեն, ամեն, եւ կարևորը Աստծուն սիրելու ապացույցը գիտակցենք ու հասկանանք ու հավատանք, որ արտացոլում է մեր վերաբերմունքը միմյանց նկատմամբ։ Եթե ես սիրում եմ քեզ, ես քո հանդեպ չեմ կարող չար բան անել։ Եթե ես սիրում եմ քեզ, նույնիսկ եթե դու մեղք գործես, իմ սերը կծածկի քո մեղքը, չի խայտառակի քո մեղքը։ Իմ սերը կփակի, որտեվ այդպես է գրված, ասում է սերը ծածկում է մեղքերի շատությունը։ Հիմա եկեք սենց ասեմ, ես ինչ ձև եմ սիրում իմ երեխեքին,
ինչ մեղքել գործեն, երբեք ես կխայտարակեմ նրանց, հակառակը կարդարացնեմ, որտեվ իմ սերը չի թույլ տա ես իմ երեխաների մեղքը խայտարակեմ, որտեվ սիրում եմ անսահման սիրով։ Այսօր եթե ամեն մեկիս մեղքը Աստված բացահայտեր, ամեն մեկս խայտարակ կլինեինք, հա թե ոչ։ Բայց Աստված ինչ ամ, իր սերը ծածկում է, բժշկում է, խոսում է, խրատում է, հայրական այդ պահպանությունն է ցուցաբերում մեզ, ինչու որ հելնենք նման բաների մեջից։ Այսօր նույնպես մենք միմյանց հանդեպ պետք է լինենք, ոչ միայն Աստված, այլ մարդ հարաբերության մեջ։ Ով է ուզում Աստծուն ապացուցի, որ ինքը Աստծուն սիրում է։ Շուրարի կողքինի տելի ասա սիրում եմ քեզ։ Ու մի ամանչեք, իրոք, սիրեք։ Գիտեք այսօրվա քարոզից մեջ ամենադժվար պահը որն է, ես ձեր ասելը, սա ասենց քարացած արձանի նման իրար եք նայում։ Ամոթ չի ասեք սիրում եմ քեզ, որովհետև քո կողքիդ նստած մարդը Աստծո կերպարով ստեղծված մարդ է։ Քո համար միգուցե ըլնի չլնի տարբերություն չունի, եղանակ չի փոխում, բայց Աստծո համար թանկ է։ Գիտեք ինչու, որովհետև Աստված արուն է թափել այդ մարդու համար։ Ուխտ է արել, նոր ուխտ, որ իր այրունով է գնել նրան։ Եթե դու Աստծուն սիրում ես, նրա թափած այրունը քո համար շատ թանկ պետք է լինի։ Ես մի անգամ գիտեք ինչ լսեցի։ Երևի իմ կյանքում ամենածիծաղալու բանն էր, որ լսեցի, որ իմ համար ասել են։ Ասել են, այդ եկեղեցին այնքան է սիրում իրան, ինքն է եկեղեցուն, այսինքն դա իրանց համար շատ դառը մի հատ բանը խորհուրդ է եղել։ Խեն սիրում դրան, կամ ինքը խիա սիրում նրանց։ Ու իմ համար ամենածիծաղալու երևի բամբասանքը դա է եղել։ Բայց պիտի անենք, բա պիտի սիրենք իրար։ Եթե մենք կատարյալ լինենք, մենք ստեղ չենք լինի։ Մեր կատարելությունը Տերն է։ Եթե ես Տիրոջը սիրում եմ, ես քեզ պիտի սիրեմ։ Եթե ես Տիրոջը սիրում եմ, ես քո կողքին պետք է լինեմ քո դժվարության պահերին։ Եթե ես իմ Տիրոջը սիրում եմ, ես քեզ խայտարակելու տեղը պիտի ծածկեմ, փակեմ քո մերկությունը իմ սիրով։ Սերը դա է, կարանք ասենք ամեն։ Հովհաննես 13:34 Հիսուսի խոսքերը։ Ձեզ նոր պատվիրան եմ տալիս։ Արդյոք նոր էր այդ պատվիրանը, իհարկե ոչ, բայց նայեք ինչ ասում։ Ձեզ ին նկատի ունեմ ոչ թե Հիսուսը սխալ ասում, այլ Հիսուսը ավելի ընդգծում, ավելի ասես լուսավորում է այս կետը, որ մարդիկ դրա մեջ ապրեն։ Ասում է ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դուք միմյանց սիրեք։ Դրանով բոլորը ինչ բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք։ Թույլ տվեք դրա կողքը ավելացնեմ, աշակերտներն եք, իմ երեխեքն եք, իմ գառներն եք, իմ իններն եք, իմ զինվորներն եք, ես է ձեր զորագլուխն եմ, նայեք ինչ տեղատերը տանում ես, իմն եք, կիմանան, որ իմն եք, եթե սեր ունենաք ձեր մեջ, և շարունակում եմ, կճանաչեմ, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք։ Մեր մեջի սերն է ճանաչողություն տալիս աշխարհին, որ Հիսուս մեր մեջ է բնակվում, որ Աստված մեր մեջ կա։ Ստեղ մի զգուշացում Հիսուս տվեց, գիտեք ես քարոզը բազում 10 տարի ծառայում եմ, 10 տարվա մեջ պատկերացեք ինչքան քարոզներ, հա, ամեն շաբաթ, այս քարոզը կարող եմ ասել, մի քանի ամիսներ մեկ Տերը տալիս է նույն կերպ։ Եվ գիտեք, ես երբեք իմ երեկվա գրված քարոզը չեմ պահում, մի տարի հետո նույնը երբեք, ես ամեն օր թարմանն եմ սպասում Աստծուց։ Եվ երբ որ այս խոսքը տվեց, ես իմ մեջ ասում եմ, Տեր, բայց այս մասին էլի են խոսացել, շարունակի։ Գիտեք, մենք մեր երեխաներին խրատելուց օրական քանի անգամ ենք նույն բանը կրկնում։ Աստված կրկնում է, որ սա մեր մեջ լուսավորվի, մեր մեջ հաստատվի, որ մենք հասունանանք սիրո մեջ։ Ամեն։ Ստեղ Հիսուս մի հատ զգուշացում է տալի, այո, հենց վերջի օրերի համար, որտեղ մեծ կատաստրոֆա կա, ինչ սերն է սառչում մարդկանց մեջից։ Ժողովուրդ, եկեք մի հատ բան ասեմ, շատ անկեղծ ու պարզ ընկնելու էի։ Անկեղծ ու պարզ բան ասեմ ձեզ։ Մի հատ ձեր շուրջը նայեք։ Բարեկամ, հարազատ, ընկերներ, գործակիցներ, կապ չունի,
դուք տեսնում եք, որքան շատ է ատելությունն ու դավաճանությունները։ Մի հատ ձեր շուրջը նայեք, աշխարհ, չեմ ասում ստեղ նայեք իրար, աշխարհ։ Ամեն բան տակնու վրա է, ատելությունը այնքան գագաթնակետային է, ծնող երեխա, լրիվ սենց շիլաշփոթ։ Սաղ իրար թշնամի են դարձած։ Հիսուս այս մասին զգուշացեց։ Մատթեոս 24:12 համար ասում է, եւ անօրենության բազմանալու պատճառով շատերի սերը սարչելու է։ Անօրենությունը, անառակությունը, փչացածությունը, այն չարությունը, սպանություն, ինչ ասեմ, ստություն, այս ամեն ինչը մեղքերը շատանալու պատճառով մարդկանց մեջ, ինչ ալում, իրանց սերը սարչելու է, ում նկատմամբ, նույնիսկ ծնող երեխա հարաբերության մեջ է փչանալու։ Հələ հարազատ չեմ խոսում, ծնող երեխա հարաբերության մեջ, ոչ երեխան հարգանք ունի ծնողի նկատմամբ, ոչ ծնողը երեխու նկատմամբ, եւ ձեզ ավելին ասեմ, այնպես չի, որ մենակ երեխան պետք է հարգի ծնողին, ծնողը պարտավոր է հարգի իր երեխուն, եւ ավելին ասում, մի բարկացեք ձեր երեխաներին, մի դառնացեք ձեր երեխաներին։ Գիտեք, ես իմ երեխաների հետ այնպես չեմ վարվում, որ ես եմ իրենց ունեցել, ուրեմն ոնց ուզեմ, այտենց ուզեմ խոսեմ, ոչ, հենա իմ երեխեքը նստած են, թող ասեն, ես իմ երեխեքի հետ շատ զգուշ եմ վարվում, շատ հարգալից, հարգում եմ իրանց ամեն decision-ները, հարգում եմ իրանց ամեն ինչը, իհարկե խրատում եմ ու ասում եմ, դա սխալ է, կտանի դժոխք, հեռու մնացեք այդ ճանապարհից, իհարկե, բայց չի նշանակում, որ ես իմ երեխաներին իրավունք վերապահեմ ինքս ինձ, որ նրանց ջարդեմ, երբեք։ Հələ հակառակը, հիմա որ բաներ ենք որոշում, մեկ Արմենն ասում, դու մեծ ես, դու մի խոսա, թող երեխեքը ասեն այդ կարծիքը, իրանց կարծիքը, նայում այրեսից, իմ խոսքն է վերջում ասում, թող երեխեքը իրանց կարծիքները հայտնեն, որովհետև մեր երեխեքը հիմա ավելի զարգացած, ավելի իմաստուն բաներ են անում, եւ անկեղծ ասած ես դրան հավատում եմ, մենք պետք է մեր երեխաներին նույնպես հարգենք ու լսենք, դա կարևոր է, ամեն։ Եվ այստեղ Հիսուսը սա զգուշացնելու դեպքում Աստծո ժողովուրդ, որ այս ատելությունը վերջի ժամանակներում շատանալու է, որը շատացել է, հա, ելքը տվեց դրա, որն էր ելքը։ 13 համարը, բայց ով մինչև վերջ համբերին կփրկվի, մինչև վերջ ինչի մեջ, սիրո մեջ։ Եթե քո մեջ սերը կա, դու չես կարող այդ սիրուն ուրանալ։ Մեր առաքելությունը մարդկանց սիրելն է։ Մենք եթե Աստծուն ուզում ենք ապացուցենք իրան սիրում ենք, մենք պետք է միմյանց սիրենք։ Մենք պետք է միմյանց այդ սիրո մեջ կա հարգանք, պետք է հարգենք միմյանց։ Ումա պետք է ասեմ, քեզ սիրում եմ, բայց չհարգեմ։ Ոչ, այդ սիրո մեջ կա հարգանք։ Երբ որ գալիս ենք Աստծո ներկայության մեջ, փառաբանության մեջ, բազումս անգամ ասել եմ ու դարձյալ ասում եմ, ժողովուրդ Տիրոջ ներկայության մեջ ենք։ Այդ քչփչոցները մեկ կողմ դրեք, հարգեք նրա ներկայությունը։ Ումա պետք է ասեք, սիրում եմ քեզ Տեր, բայց չես հարգում նրա ներկայությունը, առանձնացի, ծածկի գլուխդ, մտի նրա ներկայության մեջ։ Առ նրանից, մենք ավելի խոսում ենք, քան առնում ենք, առ նրանից։ Գիտեք, Տերը անհատական ամեն մեկիս համար բան ունի պատրաստած, ամեն անգամ, երբ որ իր ներկայության մեջ ենք գալիս, բայց որքանով մենք առնենք, դա արդեն մեզանից է կախված, մենք պետք է խոնարհվենք նրա ներկայության մեջ, մենք պետք է հարգենք նրա ներկայությունը, ամեն։ Հիսուս զգուշացնում է մեզ, որ այսօրվա այն ալիքը, որ եկել է աշխարհի վրա, ճահիճի նման է, պղծությունը ճահիճի նման է, քաշելու է քեզ։ Ես չգիտեմ ճահիճ ինչ է, բայց ըստ մամայիս կամ մնացածին հարցնելով, որ հասկանամ դրա խորհուրդը, գիտեմ ինչ որ մի բան է, ցեխ, ինչ որ մի բան, որ քաշում է մարդուն ներքև, հա, ասում է դրա մեջից հելնել չի լինի։ Այսօր աշխարհի ալիքը, որ եկել է ու ցավոք սրտի մտնում է նաև եկեղեցիներ, այդ մեղքն է, որ քաշում է դեպի ներքև, երբեք մեղքը վերև չի բարձ, դեպի ներքև, դեպի դժոխք, դեպի մահ, դրա համար մենք պետք է սիրով հաղթենք, Աստծո, եթե մենք Աստծուն սիրում ենք, մենք Աստծո նկատմամբ սխալ բան չենք կարող անել, ամեն։ Գիտեք, աստվածային սերը տարբերվում է այս աշխարհի սիրուց, այն ինչ որ աշխարհն է նկարագրում սեր, ես խոսում եմ այս սերը ագապե սիրո մասին, հունարեն ագապե է կոչվում, որը որ
ունի բարոյական մի միջուկ, այլ ոչ թե հուզական։ Այն հավերժականա, անփոփոխա, պայմանավորված չի դիմացինի հետ, զոհաբերողա եւ այդ ագապե սերը ձգտում է լավագույնը ուրիշների համար առանց սպասումի։ Գիտեք մարդիկ, որ դիմացինին լավություն են անում, իսկ սպասում են հակառակը, դա սեր չի։ Դու երբ որ սերը քո մեջ բնակվի, դու դիմացինիդ լավություն կանես ուղղակի, որովհետև դու սեր ես, որովհետև քո մեջ Աստված է բնակվում։ Ագապե սերը եթե քո մեջ կա, բարի կամքով գործելու գիտակցված ընտրություն է, որ դու միշտ մտածում ես դիմացինիդ բարին անես, երբեք ծուռ մտքեր չկա քո մեջ։ Գիտեք, հին հունարենով 4 հիմնական սիրո տեսակներ կա, որը որ մենք ինքներս, հովիվներս, ընթերցելով, սովորելով գիտենք, որ այտենց է կա, օրինակ առաջի սերը, դա ագապե սերն է, որը Աստծո անշահախնդիր զոհաբերող սերն է։ Երկրորդ սերը, դա eros սերակոչուն, որը ռոմանտիկ է, որը կրքոտա սեռական է։ Ֆիլիոս սերը, բարեկամական սերը։ Իստորջե սերը, սա բնական ընտանեկան, այսինքն ծնող երեխա հարաբերական սերն է։ Ամեն տեսակ, բայց մի հատ բան ձեզ ասեմ ու բռնեք այս խոսքը։ Միակ սերը, որ երբեք չի վերջանում, որ հավերժա, մնայուն է, դա ագապե սերն է։ Որովհետև այն նկարագրում է հենց Կորինթացիներից, առաջի գլուխ Կորինթացիներից 13 գլխում, որտեղ բացահայտ այդ մասին խոսում է Տերը, ինչը մարմնավորված է Հիսուս Քրիստոսի հետ, նրա մարմնավոր ապրած կյանքը խոսում էր միայն մեկ բան՝ սեր։ Այն հուզական զոհաբերություն չի, այլ միտումնավոր կամա նվիրվածության գործողությունը։ Այսինքն նա ինչ-որ զգացմունքներով, ինչ-որ ես պայն լավ եմ զգում, սիրում եմ քեզ, վաղը չեմ կարա սիրեմ, որովհետև վաղը խնդիրներ ունեմ, կամ ես ունեմ, այտենց սեր չի, էսի տխուր թե ուրախ, առողջ թե հիվանդ, հոգեկան ինչ-որ վեր ու վար, բայց դու էլի դարձյալ սիրում ես։ Ամեն։ Դա արդեն մեզի հայտնի է Հովանու 3:16 համարից։ Ցուցաբերեց իր անշահախնդիր զոհաբերական սերը խաչին հելնելով իմ ու քո համար։ Քանիցս ուրիշի մեղքը մեր վրա կառնենք, անկեղծ ուզում եմ ձեռքեր տեսնեմ, անկեղծ, եթե մեկը մեղք գործի, ով այդ մեղքը իր վրա կառնի։ Ես։ Բայց տղուս կատակ եմ անում ժողովուրդ։ Արել եմ ու բոլորդ գիտեք ու դարձյալ կշարունակեմ անել, գիտեք ինչու, որտեղ սիրում եմ։ Եթե ես պիտի սխալ երևամ դիմացինին արդարացնելու համար, ասում եմ շատ խիստ արդար մի եղեք, շատ խիստ մի փնտրեք ձեր արդարություն, Աստծո խոսքն է դա ասում։ Բաներ կա զոհաբերեք, որ դիմացինին փրկեք այդ վիճակից։ Դա սեր է։ Դա մենակ սիրող մարդիկ կարող են անել։ Ագապե սիրո ոճը նշանակում է հարաբերություններին մոտենալ բացառիկ կարեկցանքով եւ անվերապահ ընդունմամբ։ Ամեն։ Ուզում եմ ընթերցեմ սերը ինչ չի եւ սերը ինչ է։ Առաջի Կորինթացիս Պողոս առաքյալը սիրո վարդապետ, սիրում էր մարդկանց, Աստծուն անշահախնդիր, գիտեք, գրում է այս խոսքերը ասելով շատ վախենալու է, բայց առաջի մինչև երրորդ համարը խոսում է այն մասին, որ իզուր է այն պարգևները, որի մեջ կա մարգարեությունը, կամ որևէ մեռելներ են կենդանանում, հիվանդներ են բժշկում։ Ես խոսում եմ լուրջ հրաշքներ, ասում եմ իզուր է դրանքի մեջ, եթե մեծ սերը չլինի։ Նայեք ինչ ասում։ Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, ես նման եմ ձայն հանող պղնձի կամ շողանջող ծնծղայի, այս բառը կարող է սխալ եմ ասում, չբռնեք։ Եթե հողանջող ծնծղայի, շարունակենք։ Եթե այդքանը որ իմանայի կասեի աղբերս, եթե շնորհ ունենամ մարգարեության, բոլոր խորհուրդների ու ամեն գիտության
Եվ եթե մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ լիարժեք հավատք ունենամ, նայեք ինչ է խոսում, լուրջ բաներ է խոսում, բայց սեր չունենամ, ոչինչ չեմ։ Եթե ամբողջ ունեցվածքս, հələ նայեք ստեղ ինչ է խոսում, ստեղ խոսում է բոլոր են բարեգործականների մասին, են որ սուտի բարեգործականներ են, որ մարդկանց օգնում են, բայց նկարում ու սոշիալ մեդիաներ են գցում, սրան էս արեցի, նրան են արեցի, էս զինվորին, այն ընտանիքին Հայաստանին, նայեք ինչ ասում։ Եթե ամբողջ ունեցվածքս աղքատներին բաժանեմ ու մարմինս է կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ես ոչ մի օգուտ չեմ ունենա։ Կներեք էլի, մարդիկ կան լավություն շատ անգամ անում են, որ փառավորվեն, մեծարվեն ու խոսվի իրենց մասին։ Եթե դա քո շարժառիթն է, ավելի լավ է ոչ մեկի ոչ մի բան մի արա, աշխատի քո մեջ, որ քո մեջ կառուցվի Աստծո սերը։ Եվ շարունակում է 4-ից 8 համարը սերը որն է, հանդուրժող է, բարի է, չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտում, անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում։ Շատ մարդիկ այսօր բարեգործ բաներ են անում, օգնում են սրան նրան իրանց սեփական շահի համար, որպեսզի իրանց անունները մեծարվի, որպեսզի երբ որ սեղան կնստեն կենացներ իրենց մասին լինի։ Լսեք, Աստծո խոսքը մեզ ասում է փախեք այդ վիճակից, որովհետև ստեղ ասում է սերը սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, ուրախանում է ճշմարտության հետ, ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում է։ Ամեն բանի հանդեպ հույս ունի, սերը երբեք չի կորցնում իր հույսը, ամեն բանի համբերում է, և վերջակետը գիտեք ինչով ավարտում, սերը երբեք չի վերջանում։ Իսկ 13 համարում ստեղ ասում է 3 բան է մնում. հավատք, հույս և սեր։ Սրանցից մեծը սեր է, ինչու, որտև երկրի վրա է, որ մեզ հավատք ու հույս է պետք, երբ որ գնանք Աստծո մոտ հավերժական կյանք, մեզ հույս ու հավատք էլ պետք չի, մի բանն է, որ մնայուն ալնելու, սեր։ Հույսը, հավատքը մեզ պետք է այս երկրի վրա, բայց ոչ երկնքում։ Ստեղ Հիսուս շատ հետաքրքիր արտահայտություն է անում, ուզում եմ այդ փակագծերը բացել և սրա վրա մնանք մենք այսօր։ Երբ որ կելնես այս դռներից, էսի հիշի, ամեն ժամանակ սրա վրա աշխատի, որպեսզի այն ինչ որ քարոզեցի հաստատուն լինի բոլորիս համար։ Երբ փարիսեցիները լսեցին, որ Հիսուսը սադուկեցիներին իրանց տեղը դրեց, այսինքն խոսքով իրանց տեղը ցույց տվեց, ուզում էին վրան ինչ-որ մի բան էլի բռնեն, իրանց մոտ սովորություն էր, որ Հիսուսի խոսքերից կախվեն, կան չէ՞ տենց փարիսեցիներ, կդնեն քարոզդ կլսեն, մի հատ տեղ կբռնեն ընդեղ, որտեղ մի հատ սենց ուղակի իրանց շահի համար օգտագործել է, պետք ու կօգտագործեն։ Օրինակ այսօրվա իմ քարոզից կարծում եմ կբռնեն այն մասը մենակ, որ տղամարդիկ սիրեք ձեր կանանց։ Այնտեղ մի հատ չի ասում կանայք հնազանդ եղեք ձեր տղամարդ, հենց էդի կբռնեն ու կասեն կինա, դրա համար էլ էդի քարոզեց, բայց չեն հասկանում խորհուրդը, որտեղից եմ սկսել, նախաբանն եմ, որտեղից եմ ավարտում։ Հասկանում եք ինչ եմ ասում, մարդկա կարա դու բարին ելնես, բարին խոսես, բարին անես, բայց մի հատ բառիդ վրա կախվեն ու այդ մի բառդ օգտագործեն քո դեմ։ Փարիսեցիներն ու սադուկեցիները այդ էին փորձում Հիսուսին անեն, մի հատ բառ բռնեն, որ սխալ անեն, բայց չկարողացան։ Հիսուսը պապանձեցնում էր նրանց, իրանց տեղը չէր թույլ տալի նրանք կարողանային իր վրա բան ունենան, բայց Հիսուսին փորձելու համար ստեղ հարցում տվեցին Հիսուսին և Հիսուսը պատասխանեց, այն ինչ որ քիչ առաջ ասեցի, սիրիր Աստծուն ամբողջ մտքով, սրտով, հոգով, զորությունով, երկրորդն է սիրիր ընկերոջդ, բայց ստեղ նայեք 40 համարում ինչ ասում, որը շատ կարևոր է։ Եկեք կենտրոնանանք սրա վրա, խնդրում եմ, կենտրոնացեք այս խոսքի վրա, որտեղ հենց այս խոսքն է կարևորը, փակեք այդ դուռը, please, ներս եկեք, փակեք։ Մատթեոս 22:40 համարում Հիսուս գիտեք ինչ ասեց, ասաց այս երկու պատվիրաններից, այսինքն Աստծուն սիրելուց և միմյանց սիրելուց, այս երկու պատվիրաններից է կախված ամբողջ օրենքն ու մարգարեությունները։
Թույլ տվեք մեկ ուրիշ համարով էլ ավելի պարզ բացատրեմ, Հռոմեացիս 13:8 Պողոս առաքյալը սենց է ասում. Ոչ ոքի ոչինչ պարտական չմնաք, ոչ ոքի պարտական չնեք որևէ բանի մեջ, բացի միայն սիրելուց, որովհետև ընկերոջը սիրողը օրենքը կատարեց։ Եթե մենք ուզում ենք երկինք ելնենք, օրենքը կատարենք, պիտի սիրենք միմյանց։ Ոտքի կանգնեք։